Եթե հեռախոսիդ email կոդը չգրանցես, 30 օր անց քո SIM քարտը կդադարի գործել, իսկ եթե գրանցես, այդ դեպքում կառավարությունը կվերահսկի քո ամբողջ տեղաշարժը։ Հենց այս մասին է կառավարության ընդունած որոշումը, որն ազգային ժողովում կքննարկվի սեպտեմբերին, անունը դնելով պայքար սև շուկայի եւ մաքսանենգության դեմ։ Այն հեռախոսը օգտագործող մարդիկ կամ սեփականատերերը, ովքեր այս հեռախոսը կօգտագործեն, կգնեն ծառայություն բջջային կապի օպերատորից եւ այլն, իրենց տվյալները նույնպես ներառվելու են այս շտեմարանում։ Այսինքն գործ ունենք մարդկանց մասին տեղեկություններ պարունակող շտեմարանի, այն է անձնական տվյալներ պարունակող շտեմարանի հետ։ Եթե նպատակը միայն մաքսանենգության ու գողությունների դեմ պայքարն է, ինչու է պետությանը պետք բոլորիս անձնական տվյալների այսպիսի հսկայական շտեմարան։ Ինչու սարքերի օրինականությունը չի ստուգվում, օրինակ հարկային մարմնում առանց քաղաքացու ինքնությունը հեռախոսին կապելու։ Հենց որ պարզվեց, որ սարքը օրինական է, կամ հենց որ պարզվեց, որ օրինական չի ու ծառայություն չի ասում, դրա հավելյալ ավել ուրիշ մարդկանց տվյալներ այնտեղ ներառել գրանցելը պետք չի ոնց որ թե առաջին անցքից։ Մասնագիտական հարյութը դեմ է այս նախագծին, որովհետև սա այս նախագծում կան տվյալների հետ վարվելու դրվագներ, տվյալների մշակում է նախատեսում մարդու, որոնք չեն համապատասխանում տվյալների հետ վարվելու մեր օրենսդրության եւ նաեւ սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքի պահանջներին։ Այս նախագիծն ուղղակի կարող է վերածվել քաղաքական հակառակորդներին, բլոգերներին ու լրագրողներին թիրախավորելու, լռեցնելու եւ տոտալ վերահսկողության տակ պահելու վտանգավոր գործիքի։ Մասնագիտական համայնքի գնահատմամբ նախագիծը ունի իրավական բավարար հիմնավորումներ եւ ներկա տեսքով ուղղակի անթույլատրելի է հանրության համար։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։